Պատկերացրեք, որ դուք աշխարհի ամենահայտնի մարդն եք։ Ձեզ հետապնդում են ամենուր, ձեզանից պարտքեր են պահանջում։ Ձեզ մեղադրում են այն ամենի մեջ, ինչը չեք արել։ Ինչ կանեիք դուք ողջ կյանքը բեմի վրա անցկացնելուց եւ այս փորձությունների մեջ ընկնելուց հետո։ Կամ միայն մեկ ելք, մեռնել բոլորի համար, որպեսզի սկսես ապրել միայն քեզ համար։ Այսօր ես ձեզ ցույց կտամ փաստեր, որոնք ապացուցում են 2009 թվականի հունիսի 25-ի Լոս Անջելեսի այդ տանը ոչ թե Մայքլ Ջեքսոնի սիրտը կանգնել, այլ սկսեց պատմության ամենասարսափելի, ամենախելացի բեմադրությունը։ Դուք պատրաստ եք տեսնել այն, ինչի թաքնված է բոլորից։ Սենք ամենապարզից։ Ինչու Մայքլի ընտանիքը այդպես էլ թույլ չտվեց բացել դագաղը, նույնիսկ ամենամտերիմների համար։ Ասում էին դեմքը վնասված է, բայց մենք գիտենք, ժամանակակից դիմահարդարները հրաշքներ են գործում, թե այնտեղ ուղղակի դատարկ էր։ Ուշադրություն դարձնենք ուղղաթիռից արված կադրերին, երբ մարմինը տեղափոխում էին դիահերձարան։ Տեսախցիկը ֆիքսել է սավանով պատկված դիակը շարժվում ու հետևակի տեղաշարժվում։ Մեռած մարդիկ երբեք չեն փոխում իրենց դիրքը, թե իհարկե նրանք իրականում մեռան։ Մայքլի հուղարկավորությունից մի քանի օր հետո էկրաններին հայտնվում է նոր կերպար՝ Դեյվ Դեյվը։ Մարդ, ում ասելով մանկության տարիներին սարսափելի այրվածքներ է ստացել, բայց նայենք նրա աչքերին, նույն աչքերը, նույն ձայնը, ըստ ինձ սա նույն մարդն է, զուտ մի փոքր ձևափոխված։ Որոշ փորձագետներ պնդում են, որ Դեյվ Դեյվը հենց Մայքլ Ջեքսոնն է, ու նա հատուկ հայտնվեց Մայքլի հուղարկավորության ժամանակ, որ տեսնի։ Արդյոք մենք, մարդիկս, հավատացինք դրան, թե ոչ։ Սարսափելի է, չէ՞, երբ հասկանում ես, որ նա մեզ հետ է հենց այդ պահին, բայց ինչու հիմա 2026 թվականին սկսեցինք խոսել հենց դրա մասին, որովհետև հենց այս տարի է լինելու այն, ինչին Մայքլ Ջեքսոնը պատրաստվում էր 17 տարի։ Մայքլ ֆիլմի պրեմիերային, ճիշտ լսեցիք։ Ասում են, որ գլխավոր դերակատարը Մայքլի դերակատարը եղբոր որդին է, Ջաֆարա Ջեքսոնը, բայց տարօրինակությունները շատ են։ Ես այս տեսանյութում նրա մասին չեմ խոսի, եթե հետաքրքիր է, վերևում է, սեղմիր եւ դիտիր, կամ էլ նկարագրությունների բաժնում։ Եկեք տեսնենք նկարման հրապարակից արված գաղտնի կադրերի, որոնք թնդում են համացանցում, կամ մի վարկած, որը սարսուռ է առաջացնում։ Մայքլ Ջեքսոնը միշտ ցանկացել է լինել կինոռեժիսոր։ Ասում են, այս ֆիլմի իրական ռեժիսորը հենց ինքն է։ Նա ստեղծել է իր կյանքի պատմությունը, որպեսզի մենք բացահայտենք հենց Մայքլին։ Եվ ով գիտի, միգուցե հենց այդ օրը հայտարարեն, որ Մայքլը այսքան ժամանակ մեզ հետ էր։ Փաստերը չափազանց շատ են, որպեսզի համարեք պատահականություններ։ Դե օրինակ, դատարկ դագաղը, շարժվող մարմինը, Դեյվ Դեյվի հայտնվելը, ֆիլմի պրեմիերան, Մայքլը ասում է. Եթե ուզում եք աշխարհը դարձնել ավելի լավը, նայեք հայլում եք, փոխեք ինքներդ ձեզ։ Միգուցե նա հենց այդպես էլ արել, փոխեց իրեն եւ դարձավ անտեսանելի։ Մի բան եկեք կտրվենք Մայքլ Ջեքսոնից ու ես ձեզ ուզում եմ ներկայացնել մեր ալիքի գլխավոր հովանավորին։ Այո, Ռադմեն Ռեդֆեն, խաղ, որը ես խաղում եմ 24 ժամ եւ ձեզ էլ եմ խորհուրդ տալիս միանալ ինձ։ Ես խաղում եմ երկրորդ սերվեր։ Ուզում եք ներբեռնել, հիմա կասեմ ձևը։ Դե ներբեռնիր միացիր։ Այդպես թե դու կարող ես իրական կյանքում ծանոթանալ ինձ հետ եւ 24 ժամ խաղալից հետ, թե նաեւ կօգնես ալիքի զարգացմանը։ Քեն գործում Play Market կամ App Store, ներբեռնում ենք Hustle Online։ Ու սպասում ենք մինչև վերջ ներբեռնի։ Համակարգչով ներբեռնել։ Ավելի էշտ է, գրում ենք Radmi RP, այնուհետև սեղմում ենք Sketches Launcher, բացում ենք, նշում ենք երկրորդ սերվերը, քանի որ ես այդտեղ եմ։ Եվ գնացում ենք, այստեղ գրում ենք ձեր անունը, պարտադիր, ձեր իրական անունը եւ տակի գծիկ Յան։ Գրում ենք Gmail եւ երկու անգամ ձեր դաշնաբան։ Պարտադիր գրում եք գրավիրողի դաշտում հնարեք տակի գծիկ Յան, որ հասկանամ դուք մասնակցում եք խաղարկությանը։ Այստեղ նշում եք Open Micro, որ ինչ որ դասընթաց չանցնեք եւ հետո գրում եք ամենակարևոր բանը՝ պրոմոկոդը։ Սեղմում եք chat-ի վրա, այնուհետև հարցից կոդ է եւ մեծատարերով #NX եւ վերջ։ Գրեք ձեր վարկածները մեկնաբանություններում։ Ինձ համար շատ հաճելի կլինի ընթերցել եւ արդյոք ըստ նա ողջ է թե ոչ։ Դե ինչ, եթե մենք հավաքենք 350 լայք, մենք միասին կդիտենք ֆիլմը եւ կտանք ռեակցիա եւ կհասկանանք արդյոք այդ ամեն ինչը իրականություն է թե ոչ։ Դե կարող եք գնալ եւ դիտել Մայքլի հետ կապված իմ մյուս վիդեոները։ Չմոռանաք լայքել եւ բաժանորդագրվել։ Ես շատ եմ աշխատել, որպեսզի գտնեմ այդ փաստերը։ Հաջողություն, ցտեսություն։